Մարտ 8 Ձեզ հետ է Քրիստինեն, նմանվել Քրիստոսին, ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ մարտի 8 և տարվա 10-րդ շաբաթ։ Այս շաբաթ մենք անգիր ենք սովորում Սաղմոս 19-7-ից 9-րդ համարները։ Դրա համար եկեք 3 անգամ կարդանք, որպեսզի մտապահենք։ Տիրոջ օրենքը կատարյալ է, նորոգում է հոգին, Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է, իմաստուն է դարձնում պարզամիտին, Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը, Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը, Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Այժմ ես կլռեմ, իսկ դուք կարդացեք, մտորելով այս բառերի իմաստի վրա։ Երրորդ անգամ եկեք միասին կարդանք։ Սաղմոս 19-7-ից 9 համարներ։ Տիրոջ օրենքը կատարյալ է, նորոգում է հոգին, Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է, իմաստուն է դարձնում պարզամիտին, Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը, Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը, Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 կտակարան, Թվոց 13:1-ից 14:45, Սաղմոս 31, 19-ից 24, Առակաց 11:15, Նոր կտակարան, Մարկոս 10:32-ից 52 համարներ։ Մաղթում եմ բոլորիդ ուրախ և օրհնյալ օր, մինչ հաջորդ հանդիպում։